Վազգեն առաջին հետ 74 թվականից մոտիկ եմ եղել, ոչ թե միայն իմ աշխատանքի բերումով, ախիանը գերազանց մարդեր մեծատառով, լուրջ, հանգիստ, բարձր տոնով, տղաջան, այո, դուք ինչ որտեղ, ես անգամ Քրիստոսի գնալն եմ չեղյալ հայտարել, բայց չէ որ ասում մարդը պետք է հավատ ունենա, աթեիստ լինի, իր հավատը պետք է ունենա, համոզում էր փիլիսոփայորեն, մարդը եթե հավատ չունենա, մի օր էլ չի կարող ապրի հավատքով առանցի, անկախ աթեիստ Աստծուն հավատում թե չէ, չնայած ինքը Աստծո զավակ է, էլ նշում էր, բայց Աստծուն պարտադիր չի Աստծուն հավատան, բայց եթե որոշ բաներ կա որ դուք հերքում եք, այո, կարող այդպես է լինի, դա արված էր, որպես հավատք ուժեղացնեն մարդու մեջ, եթե մարդն ասած հավատք ունենա, իր խոսքերն եմ ասում, իր հավատքով ինքը եթե միջամտություն է դանակի, ինքը իրան կբուժի, օրինակ է բերել, մեր լերը որն է։ Ենթադրենք աստղա ջան, ենթադրենք մարդը շատ ծանր հիվանդ է, բայց խիրուրգական միջնորդություն չունի, բայց ինքը իրան հավատում է եւ մին կար ասում է, եթե դու քո հավատքով գնաս երկրորդ լիճը բարձրանաս եւ այդ լճում լողանաս, դու կլավանաս։ Իր հավատքը իրան կբուժի, այդ իր ասածն եմ ասում։ Դուք ինչին եք հավատում։ Ես հավատում եմ Աստծուն, մի հատ է Աստված։ Մի հատ է, Աստվածը հատ է։ Ուրեմն ոչ Քրիստոսն եմ հավատում, ոչ ես բոլորակ աստծուներ եմ հավատում, մեզ հավատում եմ մենակ մեր տիեզերքի և գալակտիկայի աստծու ներկայացուցիչներին, նրանք աստվածներ չեն, Աստված մի հատ է, ես գրել եմ իմ գրքում, պետք է ուղղել, գրել եմ, որ Աստված մի հատ է, Աստված մենք չենք տեսնում, ես տիեզերքը տեսնում եմ, մանագալի, բայց ով առաջնային, տիեզերքն առաջել է թե Աստված, գրել եմ այդ, չի կարդացել, Որն է դրանցից արդյոք տիեզերքը չի առաջնային քան թե Աստված, եթե տիեզերքը չի եղել, Աստված որտեղ է եղել, եթե Աստված եղել է, տիեզերքը որտեղ է, որն առաջնային, դրել եմ միասնական անուն եմ դրել, անգամ խելքս աշխատել է, Աստված և տիեզերքը միասնական են, Աստված, Ա, Տ, տիեզերք, Օ, օրինական, Մ, միասնություն, ատոմ, և գրել եմ դրա մասին, որ մեր վեհափարել եմ գիրք ուղարկելու, բանին էլ, հրովի պապին էլ, անգամ մեր ես աղմախին էլ, ով է ստեղծում, ինչ-որ մի բան չէ, ով է, Աստված է, ինչա կարևոր չէ, դու քանի որ քո երկիր մոլորակը, որ չքնար մոլորակ է ստեղծել, մարդու համար, քայքայում են քո ստեղծած մարդիկ, դու էլ այդքան դեղամույթ չունես, ըսիպատ ձեն չես անում, չես փրկում, որտեղ քո ընդերքն են փորփորում, դարիներ հետո դու էլ չես ընել, աստծացել, քո ծեցածն լինելու, եւ չեմ մեղադրում, միասնական եղեք, ընդունեք այս երկիրը, քայքայումից ազատեք, ամենակարողն եք, բայց տվեք ինձ հնարավորություն, ես ես երկիրը երկիր սարքեմ, Անգլիայի պրեմիեր մինիստրը, Տեչերը, 90 թվին եմ ընդունել Տեչերին, ես անձամբ, Ղարբաչովին, ուրեմն Տեչերը որ պետք էր գար, նախորդ Մոսկվայից, դեռ Մոսկվայում մենք ենթատակության տակ էինք, բրիգադ եկավ հատուկ KGB-ից, որ Տեչերի լեննական պետք է ընդունենք, Երևան չէիք այդ Տեչերը, Ես էի կազմակերպիչը, որ կար երկու անգամ լեննական էի գնում, որ ծրագիրը կազմեմ Տեչերի, ընդեղ ղեկավարության հետ, Մոսկվայից 10 հոգի եկել էին, պետանոցական կոմիտեի հատուկ բրիգադ, Տեչերին դիմավորեցինք, ծրագիրը տարանք, առաջի ծրագիրը վերջացրած, տեսանք, օհո, հնարավոր չի ծրագիր կազմելը, խեղդում է ժողովուրդը, տեղ չկա ման գալու, իմ մեքենայի մեջ էինք, Ստիպած ենք իմ մեքենալ ենք թողեմ, ավտոբուս նստեմ, որ մի տեղով գնամ, Տեչերի առաջի ծրագիրը մի կերպ ծեր կարողացել ենք կատարելու հասցել դպրոց, ես դպրոցը կաստոն վրացից հանել էին, չէի կարող մտնեմ, դպրոց ընդունեցին, լավ ելույթ ունեցավ, որից հետո 400 հոգանոց բանկետ էին պատրաստ կազմակերպել, որից հետո ընդունելություն Տեչերի համար, իր ամուսնու հետ էր եկել Տեչերը, հիմա մտածում ենք, ոչ դեպի այրոպորտ ճանապարհ կա, ոչ դեպի քաղաքը հնարավոր չի։ Այդ Մոսկվայի ներկայացուցիչն ասաց, ես մի բան եմ մտածել, հեսա ուշադրությունը կենտրոնացնեմ ուրիշ ճամփու վրա։ Ենթադրենք այրոպորտը դեպի ճամփեն իբր թե նախապատասխանում ենք Գայչինկների ճանապարհ, բացեք ճանապարհը դեպի ինչ-որ մի ճանապարհ, որ ժողովուրդը դեպի կողմ գա, այս ճանապարհը բացվի։ Ըստ բաներ եղել, Գայչինկերով սա ժողովուրդը գնացել է Այրոպորտ ճամփեն բացվել է հետևից։ Չայկայով վերեցինք այրոպորտ ճամփու դրեցինք։ Այրոպորտում էլ ելույթ ունեցավ, ճամփու դրեցինք, շնորհակալություն հայտնեցինք։ 80 թվականին, երբ որ 60-ամյակն էր Սովետական Միության Հայաստանում,
Ես Մինիստրի սովետում ես էի զբաղվում այդ աշխատանքի կազմակերպման եւ կենտրոնից էր գործերի կառավար Հրաշիկ Աշոտովիչը։ Այդ ծանրությունը ամբողջը մեր վրա էր։ 30 բրիգադ ենք ընդունել բոլոր ռասպիկլականներից, կենտրոն քարտուղարներից, պարիտբյուրո անդամներից։ Վերջին аэроպորտը որ նոր էր, аэроպորտում ճամփորդներից ես վատը զգացի, որ ամեն ինչ բաքուրանցել էր։ Մի հատ շեպե չէր եղել։ Սիրտս կանգնում էր։ Վերջը մի բաժակ կանա խմացրեցին, խրգեցին տուն, բայց բաժին միկրոինֆարկտ եմ տարել հենց այդ րոպեին, որ ամեն ինչ հաջող է։ Այն օրվանից մինչև ինքս բլոկադայի մեջ եմ, մինչև այսօր էլ գալիս տուգում եմ բլոկադայի մեջ եմ։ Ես 96 թիվը մինչև աշխատել եմ Մինիստրի սովետում, 94 թվականներին ես գույքար պետք է տայի մեր կողքի շենքում, չէի տվել, գնացի գույքար խազնելու, ասին այդ մի բան ժամ է, հետո եկեք։ Հետո բրոշուրներ էին ծախում դե, մի հատ վերցրեցի բրոշուր, թե ինչպես են հարցում տան վարձը։ Եկա մի ժամ հասարակ բան էր։ Կարդացի, գնացի որ թուղթ գրեն տանը մուծեմ, տեսնեմ 50%-ով խափում են։ Ձայնս բարձրացեցի, մեկ էլ մի ընկեր մոտեցավ, ասաց ինչ է։ Ասա այ տղա ջան, այս ապաշկարա ձեր աշխատողից խափում է։ Ասաց գնանք ինձ մոտ։ Գնացի ասեց ինչ նախապում, ասեց կները էլի, շատ ներողություն։ Ես գնացեք դուք ինչքան ասում եք, ես ասած գումարա մուծեք, ես կասամ կասային։ Ինչքան դուք ուզում եք, մենք սղալմաղր միանա ուրիշներն էլ սղալմաղրից օգտվեն առիթից։ Ես կասեմ սրանից հետո դուք ինչքան ասում եք, եկեք մուծեք, այդ մեզանից թուղթ չվերցրեք։ Ասացի հարց չկա։ Տարիքը ձեր զգում եք, թե տարիքը կապ չունի, թվեր են լոկ։ Ես ինձ զգում եմ երիտասարդ, հոգով երիտասարդ։ Եթե ինձ նմաններ այսօր լինեին, պատերազմը երբեք չէր լինի, կռիվ չէր լինի։ Մարդկային վիճակը կներ գերազանց, այս դիրքը քարկում է 22 որ երրորդ դարում են 21 22 դարում Հայաստանի մոլորակի 9 միլիարդի կեսը չի լինելու, միացեք։ Ընդերքը հերնանիցում ենք ընդերքի։ Այս մոլորակը ոչ կայա, գրել եմ չէ։ Քանդում եք, բանչով թե ապրեք վաղը։ Այ հիմարներ, ինչ եք քանդում այս երկիրը։ 90 թվականի հռչակագրից ժամ ու կես հետո ես դարել եմ լյումպեն պրոլետար։ Լյումպեն գիտեք ինչ է։ Սկսած 1990 թվականից ախր կյանքս պատմեմ չեմ պատմի, ես դες մարդ չեմ եղել։ Սովետի ժամանակ միլիոնների օգուտ եմ տվել Հայաստանին։ Միլիոնների, միլիարդների։ 25 տարի Մինիստրի սովետում աշխատել եմ, 40% ավել աշխատավարձ են տվել։ Իմ սիրուն աշխարհի համար չեն տվել։ Ֆադեյ տածած իմանալով ինքը ինձ նշանակեց գլխավոր աուդիտ Հայաստանի մասշտաբով, գործուղման ծախսերի հետ կապված։ Բանից պարզվեց, որ հա գործուղման ծախսերը ալի ֆրանգա Հայաստանում վիճակը սարսափելի վիճակում է։